Նատալի Ալեքսանյանը գրում է. «Սիրելի բարեկամներ, սա շատ կարևոր հաղորդագրություն է, որը պետք է հասնի Ուկրաինայի բոլոր հայերին և այն հայերին, ովքեր վերջին 4 տարիների ընթացքում տեղափոխվել են Հայաստան և ունեն Ուկրաինայի քաղաքացիություն։ Խնդրում ենք ուշադիր կարդալ, ձեր կյանքը վտանգից պաշտպանելու համար։ Ինչպես գիտեք, 3 տաշիր Սամոյի կողմնակիցները դատարանի մոտ հավաքել էին տարբեր մարդկանց և կազմակերպել էին սադրանքներ։ Մենք ստացել ենք շտապ տեղեկություն, որ այդ մարդկանց մեջ եղել են նաև 2 հայ, ովքեր Ուկրաինայից եկել էին հոգևորականների ցուցումով։ Այս անձանց տվյալները փոխանցվել են Ուկրաինայի ԱԱԾ-ին, ՍԲՈՒ, որպես Ուկրաինայի քաղաքացիներ, որոնք զբաղվում են համագործակցությամբ թշնամու հետ։ Փաստորեն, Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող հայը, ով ֆինանսավորում կամ աջակցում է ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանին, ՍԲՈՒ-ի համար համարվում է հանցագործ։ Ուկրաինայում թշնամու հետ համագործակցության համար քրեական պատասխանատվություն է սահմանված քրեական օրենսգրքի 111.1 հոդվածով, որը ընդունվել է 2022 թվականի մարտին։ Պատիժը կարող է կազմել 4-ից մինչև 15 տարվա ազատազրկում։ Մենք անկեղծորեն դիմում ենք Ուկրաինայի անձնագիր ունեցող հայերին և Ուկրաինայում բնակվող հայերին լրջորեն վերաբերվել այս տեղեկատվությանը։ Այս պահին Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է ՍԲՈՒ-ի գործակալների մեծ խումբ, որոնց հիմնական խնդիրը Սամվել Կարապետյանին աջակցող անձանց հայտնաբերելն է։ ՍԲՈՒ-ի գործակալներ կարող են լինել ինչպես ուկրաինացի ազգությամբ անձինք, ովքեր աշխատում են ուկրաինական կազմակերպություններում, այնպես էլ հայ ազգությամբ մարդիկ, ովքեր Ուկրաինայի հայրենասերներ են և դեմ են Ռուսաստանի քաղաքականությանը։ Ում նկատմամբ կարող է ՍԲՈՒ-ն քրեական գործ հարուցել։ Հայ գործարարների, որոնք Ուկրաինայում կազմակերպում և ֆինանսավորում են հայերի ուղարկումը, հայերի, ովքեր հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացիներ և Հայաստանում հանրահավաքների կամ սոցիալական ցանցերի միջոցով աջակցում են ռուս օլիգարխին։ ՍԲՈՒ-ն շատ լավ գիտի, որ տաշիր Սամոն հանդիսանում է Արբաթ գումարտակի հովանավորներից մեկը, և ուկրաինացի երեխաների սպանության համար բոլորը պետք է պատասխան տան։ Ցանկացած մարդ, ով ֆինանսավորում կամ աջակցում է այդ օլիգարխին, ըստ էության աջակցում է նաև Արբաթ գումարտակին։ Ուկրաինայի հայեր, սա շատ լուրջ հարց է։ Խնդրում ենք այս տեղեկությունը փոխանցել բոլորին։